Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեգլուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը, այսօր իմ զրուցակիցն է քաղ տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, շնորհակալություն Կարեն։ Շնորհակալություն հրավերի համար։ Դե ինչպես միշտ պիտի սկսենք ձեր քաղ տեխնոլոգի հայացքից, հա, քաղաքական ուժերին, իշխանություն, քարյակ, եւ ես գիտեմ, որ դուք առանձնատուկ սիրում եք օրինացի երկիրը, խնդրում եմ առանձին անդրադառնաք նաեւ օրինացի երկրին։ Հիմա կոնկրետ սկսենք իշխանությունից։ Իշխանությունից։ Այս իրավիճակում ինչպես է գրագետ է պահում իրեն իշխանությունը, անգրագետ, ճիշտ, սխալ։ Գիտեք, իշխանությունը ինձ թվում է բավականին երկար ժամանակ է առնվազն, եթե տեսնենք հասարակության վիճակը, գրագետ չի պահում։ Զուտ քաղաքական տեխնոլոգիաների առումով իհարկե շատ բաներ անում է գրագետ, բայց օրինակ եթե հաշվի առնենք, որ մարզպետ է նշանակվում Սուրիկը Խաչատրյան, այդտեղ հակափիար քայլեր, չէ՞, հա։ Այդտեղ որ ասում է no comment։ Իսկ ինչն է գրագետը ձեզ։ Գրագետը նա է, որ ես իշխանության տեսակետից եմ ասում, չեմ ասում հասարակության, այնուամենայնիվ ունենալով մարտի 1-ից հետո բավականին լարված հասարակական, հասարակության մեջ, պետության մեջ լարված իրավիճակ, այսօր այդ իրավիճակը այդպիսին չի քաղաքական առումով, այլ խնդիր է, որ սոցիալական առումով կան լուրջ խնդիրներ, դա արդեն կապված տարբեր բաների հետ, կա խնդիրներ, բայց երբ նայում ես, ասենք, ժողովուրդը, հասարակությունը պատի տակ բողոքելով ու իրենց պահվածքը արդեն չկա այդ թշնամանքը, չկա այն ինչ որ կար մարտի 1-ից հետո։ Այս առումով իհարկե դա գրագետը վարվելակերպ էր, որ գոնե այն թշնամությունը դուրս եկավ, կա բողոք, իհարկե կա նորից եմ կրկնում եւ սոցիալական անարդարության առումով, որ մեկին կարելի է, մյուսին չի կարելի եւ այլն, կարմիր գծեր, նման բաներ, որ ազդում են հասարակության վրա, իհարկե կա դժգոհություն, բայց չկա այն թշնամությունը, որը որ պատրաստ էին իրար կոկորտ կրծել։ Հիմա էլի բարու եւ չարի այն կողմ, այսպես ասած, հա, զուտ տեխնոլոգիայի տեսակետից։ Այ տեսեք, հանրահավաքներ էր անում 2002-2006 թվականին ընդդիմությունը, 8 թվականին նաեւ ՀԱԿ-ը եւ այսինքն 10-ին էլ 11-ին էլ չէ, ես նկատի ունեմ այն ժամանակ, երբ որ անում էր հանրահավաք ընդդիմությունը, հեռուստաընկերությունները, բոլոր հեռուստաընկերությունները վայրահաչում էին, ոչ միայն չէին լուսաբանում նորմալ, այլև վայրահաչում էին ընդդիմության հասցեին։ Հիմա ընդդիմության մասին ընդհանրապես խոսք չկա հիմնական հեռուստաալիքներում, այսինքն գուցե տեղի ունեցավ հանրահավաք, բողոքեցին այսինչի դեմ ու անցավ, որ ստրատեգիան է ըստ ձեզ ավելի ճիշտ։ Ես կարծում եմ հենց սա էլ էր այդ տեխնոլոգիաների քայլերից մեկը, որ երբ ժամանակին ընդհանրապես ոչ մի բան չէր թույլատրվում, իհարկե սրան նպաստեց նաև այն, որ մեր կյանք շատ արագ ներխուժեց ինտերնետը եւ սոցիալական ցանցերը, բայց գոնե հիմա բաց է, այսինքն խաբել ասել, որ այն ինչ որ դրսում է կատարվում ու այն ինչ որ ցույց էին տալիս, հա, հայտնի անեկդոտը, որ ուզում եմ ապրել այդ երկրում։ Այո, ապրել են ցուցադրածի երկրում, գոնե այսօր այդ վիճակը չկա, որովհետև կան թե այսօր ոչ իշխանական ԲՀԿ-ն ունի հեռուստատեսություն, ասում է, խոսում է, լուսաբանում է ինչ ուզում է, այսօր ոչ իշխանական ՀՅԴ-ն ունի հեռուստատեսություն, ասում, խոսում է ինչ ուզում է, այսօր ոչ իշխանական ՕԵԿ-ը դա առանձին ստացվեց, որ արդեն ունի հեռուստատեսություն, էլ չեմ ասում, որ նույն, ասենք, Arnews-ի եթերում Արտակ Ալեքսանյանի մոտ, որ ես տեսնում եմ բոլոր ասենք հյուր են գնում կամ թեկուզ նույն ամեկի հատվածը, որ ամեկ պլյուսի հատվածը, որ գնում է Arnews-ում,
հյուր են գնում տարբեր շատ թևերի կարգանգործիչներ։ Ճիշտը չվայրահաչելն է, հա, որովհետև հիշում եք, չէ՞, ցույց էին տալիս Դեմիրճյանի կամ Գեղամյանի կամ արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի միտինգները, ընդհանրապես ոչ մի բառ սինխրոն չէր գնում, կադրից դուրս տեքստեր, որ նրանք սրիկա են, աբիժնիկ են, չգիտեմ, մասոն են եւ այլն եւ այլն։ Հիմա այդպիսի բան չկա։ Իհարկե չկա եւ դա ճիշտ է։ Դա տեխնոլոգիապես ավելի ճիշտ է։ Միգուցե դա կոչվում է հա պար բաց թողնելը, այն դոլորշի բաց թողնելը, միգուցե դա էր նաև որ երկար ժամանակ հա ես հիշում եմ եթե չեմ շփոթվում Փաշինյան Նիկոլն էր բանից հա արտահայտվում կանգնած հրապարակում մի նստեք ձեր դիվաններին ինտերնետի առաջ եկեք այստեղ, այսինքն դա նաև մարդկանց հնարավորություն է տալիս on-line դիտել այդ նույն հա հարավանքները իրենց տանը իրենց օֆիսում կապ չունի հիմա դիվանին է եւ այլն հա այսինքն դա էլ է գոլորշի թողելու ինչ որ միջոց որը շատ ավելի ճիշտ է քան այն էլ ինչ որ կար որովհետեւ նա կարող է ինչ որ կարճ ժամանակահատվածում էֆեկտ տալիս էր բայց դա էփում է ու բերում է մարտի 1-ի շատ լավ հիմա առայժմ անցնենք ուրեմն ընդդիմությանը նախ ես կարդում եմ տարբեր ուրեմն աղբյուրներ երբեմն այդ ընդդիմությանը անվանում են քարյակ երբեմն եռյակ ըստ ձեզ ճիշտը որն է գրագետ որն է նրանց անվանել ոնց որ իրենք են ուզում դա իրենք են իրենց ոնց գտնում են եթե իրենք իրենց քարյակ են անվանում ես ընդունում եմ որպես քարյակ եթե իրենք իրենց եռյակ են ոնց որ նույն ձևի հա ասում են ինչի չեք ասում որ ընդդիմություն է եթե ԲՀԿ-ն ինքը իրեն չի հայտարարում ընդդիմություն ինքը ասում է ես այլընտրանք եմ կամ ոչ իշխանական եմ ես ինչի պետք է ասեմ որ ընդդիմություն է ես հարգում եմ բոլորի կարծիքը իրեն հատկապես իրենք իրենց ոնց են ասում եթե իրենք իրենց անվանում են այսպես ես այդպես եմ անվանում Ձեն գոյություն ունի քարյակ ըստ ձեզ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է քարյակ, ուրեմն ես ընդունում եմ որ գոյություն ունի քարյակ։ Եթե Նաիրա Զոհրաբյանն ասում է որ դա եռյակ է, ես ընդունում եմ որ կա եռյակ։ Ոնց ասեմ։ Դու դաշնակցությունից սկսեք, որը ասում է որ նա Ղարաբաղցու անեկդոտն է, ոնց ասեք։ Դաշնակցությունից սկսենք այդ դեպքում, որը ասում է որ ինքը այս եռյակի հետ էլ գործ չունի, անելիք չունի, այսպես ասած։ Ինչպես է գնահատում դաշնակցության։ Ես կարծում եմ դաշնակցությունը այդպես չի ասում, ես կարդացել եմ։ Ինքը ասում է այս հարցում խոսքը սահմանադրական բարեփոխումների հարցում մենք համաձայն չենք մնացած երեք ուժերի հետ։ Բայց մենք շարունակում ենք այդ հետո սրվեց երբ որ գնաց այսպես ասած հա կոպիտ բառ ասեմ հարցակում այդ հարցի շուրջ նույն հայտարարիչը գալուց հետո պրեսայով եւ այլն, որը ավելի շատ պաշտպանում էր ոչ իշխանական ուժերի, սկսեցին գնաց հարձակում Հույդայի վրա։ Դրանից հետո մի քիչ իրենք սրեցին, թեև նույն Լևոն Տեր-Պետրոսյանը հարթակից հոկտեմբերի 10-ին ասեց, որ նրանք մնում են դրանից հետո էլ սրվեց։ Էլի սրվեց, բայց դա սրվել է պրեսայում։ Զուտ իրենց միջանձնային խոսակցություններում կամ պուբլիչնի արտահայտվելուց սրացում ես չեմ նկատում։ Լավ, ուրեմն հասկանալի է որ այդ ստորջրյա բաներում կա այդ սրացումը։ Դա հասկանալի է որ դաշնակցությունը համենայն դեպս սահմանադրական փոփոխությունների հարցում ինչ որ կա պաշտոնապես այլ տեսակետի է ինչ որ եռյակը։ Դուք այդ տեսակետը սկզբունքային եք համարում թե ինչ որ հարմարվողականություն, չգիտեմ, ծախվածություն եւ այլն։ Գիտեք, դաշնակցության առումով ես դա արդեն արտահայտվել եմ, դաշնակցության տեսակետից ես համարում եմ չնայած կարող են ասել բայց դեպքում ինչու ուրիշ հարցերում սկզբունքային չէ քաղաքականությունը ինքը ավելի շատ պրագմատիզմի հա արվեստ է պրագմատիկ տեսակետից ես հասկանում եմ Հույդային որովհետև լինելով կուսակցություն որը փաստացի լիդեր չունի եւ հասկանում են որ մոտակա ապագայում նախագահ որպես այդպիսին Հույդան չի կա նախագահի տեխնացու հաղթող ռեալ չունեն բայց ունեն ռեալ շանսեր ավելացնել պարլամենտում իրենց տեղերը, իրենց մանդատների քանակը, այս առումով ես լրիվ հասկանում եմ դաշնակցությանը, որովհետև պարլամենտում, եթե հիմա ունեն X%, բերում է Y տեղ, ենթադրենք, հա, 5 տեղ, 5%-ը, 5%-ը արդեն կբերի 7 տեղ, երբ դառնա, որովհետև դաշնակցությունը պայման է դնում, իրենք համաձայն են
փոփոխություններին, որ դառնա պարլամենտական մի պայմանով, եթե ամբողջը համամասնական է դառնում ընտրությունները պարլամենտի։ Այդ դեպքում ես լրիվ հասկանում եմ իրենց։ Արդյոք կարծում եք իդեպ որ իշխանությունը կգնա այդ զիջման, որովհետև կարծում եմ կգնա։ Հա։ Կարծում եմ կգնա։ Այդ դեպքում ես համոզված եմ, որ կան այդ հարցում հույդա հանրապետական առայժմ չերևացող բաներ, դրա համար էլ դաշնակցությունը համաձայնվել է։ Այսինքն պաշտպանել այդ որովհետև եթե չլինի, դաշնակցությունը չի պաշտպանելու, ես համոզված եմ։ Հանրապետական այսով իր 41 տեղից, համարյա 41 տեղից պատրաստ է հրաժարվել։ Այդ 41 տեղից չի հրաժարվի, հա, ինչ որ մի X թվից կհրաժարվի, 41-ը արդեն պետք է բաժանվի այն տոկոսների համամասնական, հա, միևնույն է, իրենք ենթադրենք ունեն 40%, այսօր այդ 41-ի 40%-ը արդեն մոտ 16 մանդատ, այսպես թե այնպես իրենցն է լինելու, եթե բան անենք, որ ինչ որ տոկոսներ էլ գնում է հետո, որ բաժանվում է, որ մնում է չանցածներից, դա էլ մի մաս գնում, այսինքն մոտ 20-ը այսպես թե այնպես իրենք ենթադրում են, որ իրենց է մնալու, եթե այսպես շարունակվի, եթե այսպես շարունակվի, ինչը շատ բարդ է լինելու իմիջայլոց, բայց ես հիմա ասում եմ փաստացի այն ինչ որ կա, մնացածի հարցերը կփորձեն հասկանալ ինչպես են լուծում։ Հիմա դառնանք մնացած 3-ին, նրանք ասում են համենայնդեպս լավ, Ժառանգությունը եւ ՀԱԿ-ը ասում են, որ պահանջում են Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը, արտահերթ ընտրություններ եւ այլն։ Նրանք կարող են հասնել այդ նպատակին։ Եթե այսպես է, հա, երեքի այսօրվա, կամ քարերի կապ չունի, լոկոմոտիվ այնուամենայնիվ ԲՀԿ-ն է այսօրվա դրությամբ։ ԲՀԿ-ն եթե չպահանջի, որովհետեւ ռեսուրսները թե մարդկային, թե ֆինանսական ավելի շատ ԲՀԿ-ինն են։ Եթե ԲՀԿ-ն չուզենա դա, որ անհապաղ լինի, բարձր նրանք էլ են ասում, որ այս իշխանությունները ես 18 թվականին պետք է հեռանան։ Լսել, որ Նայր Ազովուրյանն ասում է, այս իշխանությունները պետք է հեռանան։ Հա, այսինքն ուզում են իշխանափոխություն, այս իշխանությունները գնան, բայց ՀԱԿ-ն ու Ժառանգությունը ասում են անհապաղ, ԲՀԿ-ն ասում է մենք չենք գնա, չենք ինչ որ տարբեր բաների, մենք չենք հավատում եւ այլն այդ պրովոկացիաների չենք գնա, դա նշանակում է, որ կգնանք այն ճանապարհով, որով որ գնում ենք, մինչև 17 թվական, երբ ազգային ժողովի պարլամենտական ընտրություն։ Այստեղ ես կարծում եմ ինչ որ պահի կլինեն կոնֆլիկտներ կլինեն։ Իսկ եթե նոյեմբերի 24-ին իհարկե քիչ հավանական է։ Ծառուկյանը ելույթ է անում, ասում է ես պահանջում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ մեր ԲՀԿ-ի նպատակն է անհապաղ իշխանափոխությունը, անհապաղ արտահերթ նախագահական եւ խորհրդարական ընտրություններ։ Այդ դեպքում ինչ կլինի։ Ճիշտն ասած, ես չեմ սիրում եթեներով խոսել, որովհետեւ կա գործիչներ, որոնք երբ որ այդ հարց է տալիս, եթեներով ես չեմ խոսում։ Չէ, ես գործիչ չեմ, ամենևին առավել եւս քաղաքական չեմ էլ լինելու, երբևիցե ասել եմ, ասում եմ ու կասեմ։ Բայց ասեմ իմ անձնական կարծիքը, չեմ հավատում, որ կասի այդպիսի բան։ Ենթադրենք ասենց, այդ դեպքում պետք է ասեն ինչպես են անում քայլերը, որովհետեւ քաղաքականությունը ինքը միայն խոսելու արվեստ չի։ Հատկապես նման դեպքերում, երբ հարց է դրվում, այստեղ քայլերի, այսպես ասած, քարտեզը ճանապարհային իրականացնելու իշխանափոխություն պետք է ներկայացնեն հասարակությանը։ Սկզբից փոստն ենք վերցնում, հետո տելեգրաֆը, հա, հետո կամուրջները։ Իհարկե։ Պարզ է, դա 100 տարվա առաջվա տեխնոլոգիա էր, թեև հիմա էլ կան ինչ-որ բաներ, հա։ Լավ, որովհետև էլի անգամ եթե ասեց, միայն ասելով չի։ Քայլերը պետք է ցույց տան ու այդ քայլերին պետք է հավատա այն հասարակությունը, որը գնում է իրենց հետևից։ Դուք ինչ որ տեսնում եք այս երրյակում դաշնակցությունը հանած ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը մի քիչ ավելի մտերիմ են, այսպես ասած, իրար հետ։ Ժառանգությունը մի քիչ ավելի հեռու է նրանցից։ Այդպիսի բան զգում եք թե չէ։ Իհարկե զգում եմ, որովհետեւ Եթե օրինակ ՀԱԿ-ի պարագայում նայում ենք Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը, ես ֆրակցիան եմ առայժմ խոսում, մինչ քարյակ ստեղծվելը արդեն ՀԱԿ-ից հեռացած էին։ Իսկ ժառանգության պարագայում, այսպես էր, տեսեք, Ռուբեն Հակոբյանն ու Ռաֆի Հովհաննիսյանը գնում են հարթակում ավելին ելույթ են ունենում, ինչպես են ունենում, ինչ են անում, հետո դրանից հետո
այլ խնդիր է, բայց Զարուհի Փուստանջյանը ի սկզբանե հայտարարում է, որ ես չեմ գնալու հանրահավաքին, ես չեմ մասնակցելու այդ հանրահավաքին։ Այսինքն ի սկզբանե այդտեղ կա հակասություն հենց ներսում ժառանգության, ինչը բերում է բնականաբար արդեն այն պատկերին, ինչը մենք նկատում ենք բոլորս։ Իսկ ինչպես են ելույթ ունենում, որովհետև այնուամենայնիվ Ռուբեն Հակոբյանը շատ ավելի հակ ԲՀԿ-ական է, այսպես ասած ելույթ ունենում, իսկ Ռաֆիկ Հովհաննիսյանը ավելի ինքնուրույն։ Այդտեղ արդեն երևի թե անձնական մոտեցումներն էին տվյալ հարցի շուրջ, ես նկատի ունեմ ԵՏՄ-ի հետ կապված, որովհետև Ռուբեն Հակոբյանը ինքը ես կարծում եմ ավելի կողմ է ԵՏՄ-ին, Ռաֆիկ Հովհաննիսյանը ընդհակառակ, ինչը եւ ընդհատվեց դրա համար այդ հրապարակում ելույթը։ Լավ, հիմա ձեր սիրած թեմային անդրադառնանք ՕԵԿ-ին։ Ինչ դեր է խաղում հիմա ՕԵԿ-ը, այսպես ասած։ Կլինի չխոսեմ այդ մասին։ Եթե ինձ թույլ տաք։ Տեսնում եք։ Լավ, շատ լավ։ Եվ Տեր-Պետրոսյանը ասաց, որ թող ՕԵԿ-ը եւ Քոչարյանը զուգահեռաբար պայքարել ռեժիմի դեմ, մենք միայն կողջունենք։ Լավ, ՕԵԿ-ի մասին չեք ուզում խոսել, բայց Քոչարյանի մասին կարող եմ, չի ասել։ Ես այդտեղ ՕԵԿ-ի մասին էլ կխոսեմ։ Նրանք զուգահեռաբար կպայքարելու են ռեժիմի դեմ, թե չեն պայքարելու։ Տեսեք, երեք Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ իրենք նոր հասկացան, որ սյոթտիկի եկել է ժամանակը պայքարափոխության, իշխանափոխության, այս իշխանությունները պետք է հեռանան, ժամանակն է հեռանալ։ Իդեպ անցել է ընդամենը 4-5, այսինքն 5 ամիս առաջ ժամանակը չէր, երբ իրենք կոալիցիայում էին, հիմա ժամանակն է։ Այստեղ ՕԵԿ-ի պարագայում ընդհանրապես ՕԵԿ-ի պահվածքով ՕԵԿ-ը փորձելու է մոտակա մինչև 17 թվականը, այսինքն 3 տարիներին, 2.5 արդեն մնաց մինչև պարլամենտական ընտրություններ, անել իր հին, տեխնոլոգիան եմ ես ասում, հին փորձված տեխնոլոգիան բանել։ Սրել ընդդիմադիր բանը, հետո թեքվել դեպի իշխանություն։ Սրել, բայց ոչ քաղաքական ընդդիմադիր, այլ փորձելով մեխը դարձնել սոցիալական թեմա։ Ինչը իրենք շատ լավ տիրապետում են դրան։ Իրենք լավ գիտեն ինչն է հասարակությանը հետաքրքրում այս պահին, հա, եթե հիշում եք այն ժամանակ ավանդները, տարբեր ինչ-որ սոցիալական խավերին, հաշմանդամներին եւ այլն եւ այլն։ Այս 2-3 անգամ հաջողվել է, 4-րդ անգամ էլ կհաջողվի դա։ Ես կարծում եմ, որ դժվար է ասել, չեմ ուզում ես հիմա պրոգնոզներ տամ եւ այլն, բայց չեմ կարծում, որ կհաջողվի, որովհետեւ այդ խավը արդեն ԲՀԿ-ն վերցրել է։ Հա, այդ ավանդների կարոտ սոցիալական խավը, հա, այսպես ասենք, որտեղ ԲՀԿ-ն արդեն 2007 թվականից դեռ երբ նոր էր մտել քաղաքական դաշտ, ԲՀԿ-ի թե ծրագրերը, թե իրանց ռետորաբանությունը, ամեն ինչ ավելի շատ այդ սոցիալիստական ոճի մեջ է։ Լավ, իսկ Քոչարյանը։ Քոչարյանը, գիտեք ոնց է, Քոչարյանը մի քիչ այլ է, այնուամենայնիվ Քոչարյանը դա ֆիգուր է, քաղաքական ֆիգուր է, բայց Քոչարյանը ունի պրոբլեմ, ի տարբերություն, որովհետև ես մի անգամ դա շատ վաղուց դեռ, երբ Պուտինին նոր կրկին առաջադրեցին բանի, ես արտահայտվեցի, որ ի տարբերություն Ռուսաստանի, երբ Պուտինը եկավ, Քոչարյանը արդեն 6 տարի է չի տիրապետում իշխանական լծակներին որևիցե, ինչքան էլ լինեն ինչ-որ իր կապերով եւ այլն, իսկ դա նշանակում է չի տիրապետում ֆինանսական ռեսուրսներին եւ եթե անգամ տիրապետում է, մնացած ոչ մի մարդկային ռեսուրսներ, ադմինիստրատիվ ռեսուրսներ, հա, իշխանական ինչ-որ լծակներ չի տիրապետում։ Իսկ ԲՀԿ-ն իրենը չի։ Գիտեք, ես չեմ ուզում այդպես ասել, եթե ԲՀԿ-ն կանգնած է մի ամբիոնի վրա, որից հայտարարվում է, որ Քոչարյանը մեր հետ չի, եւ այնտեղից չեն ասում, որ մեր հետ է, ես չեմ ուզում, ես միշտ ասում եմ, ես խոսում եմ փաստերով։ Հա, փաստացի ես լսել եմ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ նա մեր հետ չի, առանձին է, ԲՀԿ-ն ամբողջ իր կազմով, հա, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այնտեղ կանգնած էր ու չէր ասում, չէ, այդպես չի, մեր հետ է։ Ես ինչի պետք է ասեմ իրանց հետ է, եթե իրենք չեն ասում, որ իրենց հետ է։ Բայց
բայց Քոչարյանը ունի իհարկե լծակներ տարբեր, բայց այդ լծակները շատ ավելի փոքր են, քան բացառությամբ ֆինանսականի։ Մի հարց հեռուստայատողի, մինչև շատ հետաքրքիր զրույց է, ժամանակը աննկատ է անցնում, հա։ Կհուշեք ինձ ինչպես կողմնորոշվեմ, ես հիմա դեմ եմ այս իշխանություններին, ով է իսկական ընդդիմությունը, նրանք ինչ որ խաղ են խաղում, թե անկեղծ են, դա է հարցը մոտավորապես։ Հետևեք, կտեսնեք, գնացեք այդ հանրավակներին, փորձեք ինքներդ անալիզ անել, որովհետև ես էլ չգիտեմ, ես ինքս ձեզ նման հետևում եմ, ուզում եմ հետևություններ անել, անալիզ անել եւ հետևություններ անել։ Ընդդիմության պայքարը ընդհանրապես, հա, այս 22 տարում, որովհետև ես հետևում եմ ընդդիմության միտինգներին 1992 թվականից սկսած, ամռանից, եւ այդ պահից սկսած ընդդիմությունը այն ժամանակ ԱԺՄ-ն էր եւ Դաշնակցությունը, ընդդիմությունը ասում է մի բան, երկիրը կործանվում է։ Հայրիկյաններ, Հասիններ, այն ժամանակ այո, երկիրը կործանվում է, հրակներ, հետո հրակը նորից դառա իշխանական, в общем, մի խոսքով, անունները փոխվում են, բայց ընդդիմությունը միշտ նույնն է ասում, պահը օր հասական է, երկիրը կործանվում է, եթե այս իշխանությունները վաղ կամ մյուս օրը չեղան, երկրից ոչ մի բան չի մնա։ Եվ մինչև ուրեմն 2014 թվականը, այսինքն 22 հա տարի, նույն բանն է հնչում։ Արդյոք նրանք ավելի կրեատիվ չպիտի լինեն, այսպես ասած, իրենց կարգախոսներում։ Հավատացեք, դա 22 տարի չի հնչում, եւ չի հնչում միայն Հայաստանում։ Դա հնչում է արդեն դարեր շարունակ բոլոր երկրներում, ովքեր ուզում են անել իշխանափոխություն, հեղափոխություն, տարբեր բաներ։ Միշտ այդպես է։ Միացյալ Նահանգներում կամ Ֆրանսիայում չեն հնչում։ Չէ, Միացյալ Նահանգները մի փոքր այլ է, այնտեղ էլ է հնչել, երբ եղել է հյուսիս-հարավ պատերազմ, օր հասական է պետք է լուծել է սա։ Այո։ Այսինքն դա Ֆրանսիայում էլ հնչել է ֆրանսիական հեղափոխության ժամանակ, այդպես չի որ չի հնչել։ Ուզում ասեմ, այդ հռետորաբանությունը, որ պահորասականը կամ հիմա կամ նույնն էլ 100 տարի առաջ Լենինի ասածը 3 վաղը ուշ կլինի, ուզում եմ ասեմ, այդ ֆրազաները միշտ հնչել են։ Իհարկե, բայց քանի որ արդեն ոչ 17-րդ դարն է, ոչ 18, ոչ 19, ոչ 20, արդեն 21-րդ դարն է, դա իդեայի առումով միգուցե պետք է նույնը մնա, որովհետև բա ինչ պետք է ասեն, որ ինչի են անում։ Բայց կրեատիվի առումով, մոտեցումների առումով, բառերի ընտրության առումով, մեզ մոտ ցավոք սրտի, ինչպես եւ բոլոր ոլորտներում, կամ գրեթե բոլոր, այսպես չասեմ, հա, գրեթե բոլոր ոլորտներում կրեատիվը պակասում է։ Կամ տեխնոլոգներ չունեն նրանք։ Իսկ Ծառուկյանը կարող է վարձի 20 հատ։ Ունեն, իմիջայլոց ես ասեմ, վերջի միտինգին, հա, կազմակերպվածությունը ամեն ինչը ԲՀԿ-ին էր, ռեսուրսները, մարդկային ռեսուրսները, գումարները եւ այլն, բայց տեխնոլոգիան ինձ թվում է, դա իմ կարծիքն է, այնուամենայնիվ հակինն էր, եթե հաշվի առնենք ելույթների, հա, որ այն ինտրիգան, որ ստեղծվեց գալու են չեն գալու, ելույթ ունենալու են չեն ունենալու, դրած երաժշտությունը Queen-ի World Champions երկներ դրած, որ այդ ժողովրդին ամեն դեպքում դա եւ տեսեք, օրինակ այն ժամանակ էլ եթե հիշում էիք Բեթհովենի բաններ դրվում 9-րդ սիմֆոնիան, այո։ Չէ, 9-րդը չէր դրվում, բամեմ Օդերադեսը։ Այդ 9-րդ սիմֆոնիայի հատվածը։ Այստեղ դուք իբր չեք։ Չեմ վիճում կոնսերվատորիայի։ Եվ դա ինչի մասը։ Կամ 88 թվին, այսինքն այդ փորձառությունը, որը ունի ՀԱԿ-ը Լեոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ միտինգներ կազմակերպելու եւ ստեղծելու այն էներգետիկան, թեև ես ասում եմ, որ օրինակ 2007-8 թվականների էներգետիկան միտինգի լրիվ այլ էր, քան հոկտեմբերի 10-ի միգուցե այդ էներգետիկան փոխվի, բայց գոնե հոկտեմբերի 10-ի այդ էներգետիկան լրիվ այլ էր։ Եթե ես ավտոբուսներով շրջաններից մարդկանց եմ բերում, գուցե իմ աշխատողներից, որտեղ ես սեփականատեր եմ, գուցե նաև փողով, նրանք կարող են էներգետիկա ցուցաբերել։ Չէ, բայց դա ես կարծում եմ բերում է մեկ այլ բանի, հա, ինքը դուք ինքներդ լավ գիտեք, հետևել եք 25 տարի, որ յուրաքանչյուր միտինգ ունի ձնագնդի էֆեկտ, եթե դա շարունակական է, հա, եւ որովհետեւ այնտեղ սկսում են միանալ, այնտեղ կա վախի բանը, որ ինձ չտենան, հետո որ տենում են շատ են ավելանում։ Եթե այդ ձնագնդի էֆեկտը ավելանա, էներգետիկան կավելանա։ Եթե պետք է մնա այդ նույն ձևի, որ բերում են, իհարկե չի կարող լինի նույն էներգետիկան։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, ստեսություն։